Իրանագետ Աշոտ Բադալյանն էլ չի բացառում, որ օրինակ Միացյալ Նահանգները կարող է հայտարարել, որ իր առջև դրված ռազմական նպատակներն արդեն իրականացվել են եւ դուրս գա պատերազմից, իսկ Իսրայելը ինտենսիվությունը նվազեցնելով կարող է շարունակել հարվածները։ Իսրայելը որևէ շրջան շարունակի հարվածները եւ այդ հարվածները այսպես բարբերաբար շարունակվեն, ոչ մեծ ինտենսիվությամբ, ինչպես այսօր ենք տեսնում, եւ գործողությունները գնան այս ընթացքով եւ այս ճանապարհով, որովհետեւ այս պահին գոնե ռազմական գործողությունների շատ մեծ ընդլայնում, որը կվերցնի ամբողջ տարածաշրջանը, գոնե տեսանելի չէ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ էլ Թեհրանը փորձում է ոչ միայն չեզոքացնել ներկա մարտահրավերը եւ վերականգնել պատերազմից առաջ եղած ստատուս քվոն, այլ հնարավորության դեպքում այն փոխել արդեն իր օգտին։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, փորձագետները ուշադրություն են հրավիրում Վաշինգտոնի հակասական հայտարարություններին։ Նրանց կարծիքով մեկ օրում տարբեր եւ նույնիսկ իրար հակասող ուղերձները պատահական չեն։ Դա գերտերության հաշվարկված ռազմավարությունն է հակառակորդին շեղելու համար։